գնալով հասկանում ենք չէ կատարվել եւ ներժելու է իշխանությունը։ Գյումրի երկու սցենարի հետ կապված Գյումրի երկու սցենարին, այո, իրենք սարսափում են խոշոր ընդդիմադիր բլոկներով ընտրությանը մասնակցելու սցենարից եւ դրանով է պայմանավորված իրենց հիստերիկ արձագանքով։ Գյումրի երկուսը ինչ է կամ իրեն Գյումրիում ինչ են արել, գողացել են մարդկանց քվեն, մարդկանց ընտրություն։ Կփորձեն նորից սոսկի բան անել, միշտ են փորձել կերտել, բայց այս անգամ վստահ չի ստացվի եւ ցույց ենք տալու մարդկանց քվեն գողանալու եւ մարդկանց կամարտահայտության վրա ազդեցություն։ Այսինքն իրենք մտավախություն ունեն, որ ընդդիմությունը այսպես տարբեր թևերով խոշոր բլոկներով կմասնակցեն եւ վերջում այսպես ասած կոալիցիա կկազմեն եւ հենց այդ սցենարից Գյումրի երկուսի կրկնությունը դա նկատում են, որ ընդդիմությունը կմիավորվի եւ այսպես ասած։ Ես այսպես ասեմ, իրենք լուրջ մտահոգություն ունեն, որ մտահոգության համար պատճառում են, ճիշտ են անում, որ մտահոգում են, որ ընդդիմության միասնական քվեն լինելու ավելին, քան իրենց։ Եվ այդ մասին ամենօրվա բաներով երևում, հարցումներով եւ գործի կետնի վրա պատկերով։ Շատ լավ, արդյոք այսպես ասած ընդդիմությունը կոմպլետ Հայաստան դաշինքը արդեն կողմնորոշվել է միասնական այսպես ասած ինչ որ կա Հայաստան դաշինքը ինչից որ կազմվել է նույն կերպով է գնալու թե առաջիկա 2-3 շաբաթ հետո մարտի կեսերին մենք դաշինքի ձևավորման կապված պաշտոնապես հանդես կգանք հայտարարությամբ միջոցառման, որը կներկայացնենք եւ դաշինքի կողմերին, եւ վարչապետի տեխնացիներին, եւ նաեւ մեր ծրագրային հիմնական դրույթները։ հստակություն կա վարչապետի տեխնոլոգիայի առումով արդյոք Կարծում մեծ անակնկալներ, մեծ ակնկալներ այդ իմաստով չի լինելու, բայց ճիշտ կլինի այդ մասին խոսել, իսկ պաշտոնապես կներկայացնենք ճիշտ ժամանակ։ Եվ պարոն Սաղաթելյան, հիմա կարծես թե իշխանությունը տեսավ, որ որևէ կերպ չի կարողանում հասարակությանը համոզել, հիմա էլ արդեն խաղաղություն ենք բերել, այդ տերմինն է օգտագործում։ Ինչ կասեք, ազդեցիկ կլինի։ Խաղաղության ճշտամի ինքը իր կառավարման 8 տարիների ընթացքում մեր ժողովրդին բերել է մահ, ողբերգություն, դժբախտություն եւ կորուստ։ Ինքը խաղաղության հետ կապ չունի եւ դա ընդհանրապես կեղծիք է, որ փորձելու է ժողովրդին կրկին խաբել, որպեսզի վերարտադրի։ Իսկ այդ խաղաղության հետ կապ չունի։ Իսկ այդ մրցանակներ, չգիտեմ, Թրամփի հետ ֆոնան իր դավաճանությունները հանձնվել եւ զիջումները արտարացնել։ Պարոն Սաղաթելյան, դուք բացառում եք վարչական ռեսուրսների կիրառմամբ նորից իշխանության վերարտադրվելը։ Իհարկե չեմ բացառում։ Հիմնական վերարտադրության միջոցը լինելու է այստեղ։ Պարոն Սաղաթելյան, Փորձելու է, էլի այս։ Այդ ընտրական շրջանում որ այսպես ասած քաղաքական ուժի հետ եք տեսնում կոալիցիայի այսպես ասած տարբեր Կգա ժամանակը խոսենք այդ մասին, մեր մոտեցումը հստակ է, եթե մեզանից է կախված լինելու այս իշխանության հեռացումը, մենք ընդդիմադիր ուժերի հետ համագործակցելու ենք, ով ում կմիանա, ինչպիսի իրավիճակ կլինի, դա ցույց կտա ընտրությունների արդյունքը։ Տեսեք Գյումրիում ասենք այսպես ասած ով շատ ձայն հավաքեց Այդ մասին մենք խոսել ենք, այդ մասին խոսել ենք, բայց կարծում շուտ է էլի այդ մասին։ Կգա ժամանակը կխոսենք, սկսում ենք միջոցառումը, հետո